Բարեօր սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում այսօր իմ հյուրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է և մենք խոսելու ենք Հանրապետություն կուսակցության A5 ծրագրից։ Նախքան ծրագրի մասին քննարկմանը, ես ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 28-ին Հանրապետություն կուսակցությունը և Արժանապատվություն նախաձեռնությունը որոշել են միասին հանդես գալ ընտրություններում Հանրապետության միասնական ընտրացուցակով։ Եվ ուզում եմ նաև հարկ եմ համարում նաև նշել, որ մենք բազում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ենք դիմել, նրանք ասել են, որ չեն ցանկանում քաղաքական դաշտ մտնել։ Բոլոր այն ունկնդիրները, որոնք պարբերաբար հետևում են հեն մանկետի հաղորդումներին և մեր պոդքասթներին, կվկայեն, որ մենք քանիցս հայտարարել ենք Հանրապետությունը բաց է համագործակցության համար։ Հանրապետությունը բաց է, կրկնում եմ, համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են մեր գաղափարները, ովքեր համաձայն են մեր տեսակետների հետ և պատրաստ են մեզ հետ միասին պայքարել։ Պարոն Սարգսյան, այս հարցի շուրջ ինչ-որ ավելացնելու բան ունեք։ Կարող եմ ասել, որ մեզ որևէ մեկը չի դիմել նման գաղափարներ կիսող կուսակցություններից, որ ուզում է մեր հետ դաշինք կազմել կամ ուզում է մեր ցուցակի մեջ մտնել, իսկ մեր կողմից որևէ կուսակցության ասել, որ գիտեք, քիչ դուք եկեք մտեք մեր ցուցակ, դա ոչ կոռեկտ է։ Այդ նշանակում է, որ մենք մեր կուսակցությանն ավելի վեր ենք դասում, քան իրենց է եւ ասում ենք մտեք մեր ցուցակ, եւ այդ կարծում եմ քաղաքական քաղաքավարության արդյունք է եղել։ Իհարկե հասարակական քաղաքական գործիչներից կան մարդիկ, ովքեր ում ես առաջարկել եմ, ուղիղ առաջարկել եմ, իրենք ասել են, որ իրենք տեսնում են իրենց հանրային դաշտում եւ նման նպատակներ չունեն, ինչը պատիվ է բերում այդ մարդկանց, անկեղծ ասած, որտեվ եթե ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, պիտի քաղաքական կուսակցության մաս լինես։ Քաղաքականությամբ զբաղվելու այլ տարբերակ, քան քաղաքական կուսակցություններում ներգրավելն է, չկա, չի կարելի անընդհատ քննադատել քաղաքական կուսակցություններին աջ ու ձախ, ասել, որ ես հանրային հասարակական գործիչ եմ ու իմ տեսակետներն եմ ներկայացնում, հետո որևէ կուսակցության ցուցակ մտնելով գալ մտնել ազգային ժողով, դառնալ անկախ падգամավոր։ Քաղաքական այն ուժերը, որոնք գաղափարական հենքի վրա կուզենան մեր հետ համագործակցել, մենք բաց ենք, եւ եթե խնդիրը ամբիցիաներին չի վերաբերվում, այդ ցուցակում եղած տեղերին չի վերաբերվում, որտեվ մենք առաջիկայում համագումար ունենք օրեր հետո, եւ մեր ցուցակը արդեն կազմված է եւ 30 համարը, մինչեւ 30 համարը մենք արդեն պիտի հաստատենք եւ պիտի քվեարկենք առաջիկա օրերին ու գնանք համագումարի 30 համարից հետո եթե խնդիրը ամբիցիաներինը չէ սիրով բացենք կարող են գալ մտնել համագործակցել իրենց տեսակետներն ասել լինել մեր ցուցակի մեջ ցույց տալով որ իրենք պայքարում են գաղափարի համար ոչ թե падգամավոր դառնալու եւ այլնի մնացած առումներով որ այդ մարդկանց մեջ կան մարդիկ ովքեր ունեն թե մասնագիտական ունակություններ թե քաղաքական առումով լավ փորձառություն թե ավելի պատրաստ են վստահաբար մենք այդ պոտենցիալը հաշվի ենք առնելու վստահաբար մենք այդ մարդկանց ներուժն օգտագործելու ենք ասեմ ավելին եթե իրենք մեզ քննադատեն էլ հիմա մեր պահվածքի համար միևնույն է հետագայում եթե մենք կոալիցիան իշխանություն ձևավորեցինք այդ մարդկանց գործադիր աշխատանքի հիմքերում հրավիրելու ենք այնպես որ ամսի 7 ընտրություններից հետո ամսի 8 է լինելու եւ այդ առումով մենք պիտի պատրաստ լինենք ընտրությունների հաջորդ օրվան Հրաշալի ասցիք որ այնուամենայնիվ հունիսի 7-ին կյանքը չի ավարտվում այո Լավ, բայց անցնենք մեր ծրագրին։ Մեր ծրագրի առաջին կետում, A5 ծրագրի A կետում, հաստորեն անվտանգությունն է։ Ես կարդամ, որպեսզի որևէ սխալ չանեմ։ Ժամանակակից աշխարհում անգամ հզոր պետությունները անդամակցում են անվտանգային դաշինքների։ Հայաստանի Հանրապետության անվտանգային դաշինքը իրեն չի արդարացրել, հետևաբար Առաջին դուրս գալ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգից մինչև 2026-ի դեկտեմբերի 1-ը։ Եթե ՀՕՊ-ը պատերազմի պայմաններում չի գործում, մնացած զինատեսակները վերածվում են մետաղի ջարդոնի։ Ինչ է սա նշանակում։ Նախ ինչու է A5-ի առաջին հենց կետը անվտանգությունը։ Որովհետև բոլոր հարցումները ճիշտ ու սխալ մի բանում միակարծիք են։
որ մեր հանրության համար անկախ նրանից, որ այս վերջին մի տարում սահմաններին չեն կրակում, որ նախաստորագրված փաստաթուղթ կա, բայց միևնույն է մեր հանրության համար մեկ մտահոգիչ հարցը մնում է անվտանգությունը։ Հետևաբար անվտանգությունը այն հիմնական խնդիրն է, որին պիտի պատասխանի ընտրությունների գնացող ցանկացած ուժ եւ դրա համար է որ այդ ուժերը խոսում են ուժեղ լինելուց, խաղաղությունից եւ այլնից, մենք փորձել ենք ուժեղ լինելու հնարավորությունը ցույց տալ եւ այս կետով մենք ուզեցել ենք ցույց տալ, որ անվտանգությունը նաեւ արտաքին քաղաքական երաշխիքներ պիտի ունենա, որովհետեւ աշխարհում ձևավորվում են դաշինքներ, բազմաթիվ պետություններ միավորվում են իրենց ուժերը միասնականացնելու, որպեսզի արտաքին քաղաքական վտանգները, ռազմական վտանգներին կարողանան հակազդել։ Օրինակ դրա բացառիկ օրինակ է ՆԱՏՕ-ն։ Մենք չգիտես ինչի նախընտրել էինք ՀԱՊԿ-ը, գնացել էինք այդ ուղղության վրա, որը պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության սահմաններն անգամ չի ճանաչում, երբ ադրբեջանական զորքերն արդեն հասնում են ջերմուկ, ու եթե իրենք ուրիշ տեղ էլ մտնեին, ասենք Վարդենից եւ այլ այս ուղղությամբ, իրենք ասելու էին մենք ինչ կապ ունենք, գնացեք ձեր սահմանները ճշտեք, որ մենք իմանանք ինչ ենք պաշտպանում։ Հետևաբար այս կառույցը բացարձակ ձևական կառույց է, Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ կառույցի հետ համագործակցությունը սառեցրել են, բայց սառեցրելը ինչ է նշանակում, սառեցրածը Բագրատ Սրբազանն է, սառեցնում են Դաշնակցությանը, ասենք ՀԱՊԿ-ի այդ հարաբերությունների սառեցնելու քաղաքական բովանդակությունը իմ համար քիչ հասկանալի է, եւ այն կառույցը, որ անվտանգային առումով իրեն չի արդարացրել, մենք սառեցրել ենք ու շարունակում ենք այդ կառույցում մնալը, մեր համար բացարձակ անհասկանալի է, որտեղ այդ կառույցում մնալով մենք հնարավորություններ չենք ունենում մյուս ռազմաքաղաքական կառույցների հետ համագործակցելու, մասնավորապես նույն ՆԱՏՕ-ի հետ, ավելի սերտ համագործակցություն ունենալու, քան հիմա ունենք, ավելին մենք չենք կարողանում ռազմական ուղիղ դաշինքներ այլ երկրների հետ կնքելու, մասնավորապես Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ ուղիղ, ինչու՞ չէ Հունաստանի հետ ուղիղ, ինչու՞ չէ Հնդկաստանի հետ ուղիղ։ Դուք սահուն անցաք նաև երկրորդ կետին, որ դուրս գալով ՀԱՊԿ-ից մեկ տարվա ընթացքում պետք է հնարավորություն տալ այլ պետությունների հետ դաշինքներ ձևավորելու եւ հնարավորինս սեղմ ժամկետում հասնել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ու փոխօգնության համաձայնագրերի կնքման։ Ես ուզում եմ այս հարցում մենք նաև իսկապես մի քիչ ավելի շատ խոսենք ՆԱՏՕ-ի մասին, որովհետև ՆԱՏՕ-ի պարագան համենայն դեպս Հայաստանի Հանրապետության դեպքում ես կարծում եմ, որ այնպես չի, որ մենք վաղը ուզենք ՆԱՏՕ մտնել, վաղը մենք ՆԱՏՕ կմտնենք, բայց բոլոր դեպքերում մենք պետք է մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մի քիչ ավելի բարձր մակարդակի հասցնենք, քան ասենք համատեղ զորավարժություններն են կամ համատեղ խաղաղապահ ինչ հեռանկարներ ենք, ինչ ենք ուզում, ինչ ենք ակնկալում մենք ՆԱՏՕ-ից։ Ես հիշեցնեմ նաև, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը ամենայն դեպս երբ Հայաստան էր եկել, բաց տեքստով ասաց, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մեր առաջ։ Նախ ասեմ, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունը, այնպես ինչպես Եվրոմիության անդամակցությունը, բազմաթիվ պայմաններ ունի եւ կոնֆլիկտներ ունեցող պետությունները չեն կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Եվ քանի կոնկրետ Հայաստան-Ադրբեջան այս թնջուկը վերջնականապես լուծված չի եւ խաղաղության համաձայնագիր ստորագրված չի, այդ թեմայով խոսելը ժամանակավրեպ է։ Երկրորդ այդ պայմաններին բավարարելու համար հնարավորություններն են օրորի փոքրանում, որտեղ ՆԱՏՕ-ն աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգների հետ որոշակի հակադրություններ ունենալով մտնում է որոշակի արհուն, որը բարդացնում է ՆԱՏՕ-ի հետ անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի անդամ է նաեւ Թուրքիան, որը եթե մեր հարաբերություններս կարգավորված չլինեն, կարող է վետո կիրառել մեր անդամակցության առումով։ Բայց մենք կարող ենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնել բազմաթիվ ուղղություններով եւ այդ տարումներով գերկարևոր է նաև ռազմական զորավարժությունների անցկացումը ցամաքային, լեռնային գոտիներում եւ այլ, որի թե այսպես ասած պոլիգոնային հնարավորությունները Հայաստանն ունի եւ թե ՆԱՏՕ-ին այդ փորձառությունը պետք է։ Ընդ որում այս ռազմական դաշինքները իմ կարծիքով շատ ավելի էական են ու շատ ավելի իրատեսական են մեր համար, եթե դրանք լինեն ուղիղ,
ասենք եւ շատ ավելի շահեկան կլինի, եթե լինի ուղիղ։ Մասնավորապես ես նման ռազմական ուղիղ դաշինքի հնարավորություն եմ տեսնում Միացյալ Նահանգների հետ, այնպեսին ինչպեսին ունի Իսրայելը, որը իր ազդեցությամբ նույն չափ փոխարինող է ռազմական անվտանգությանը, ինչը ՆԱՏՕ-ն է։ Ասեմ ավելին, Հայաստանը համատեղ օդային պաշտպանության փաստաթուղթ ունի Ռուսաստանի հետ ստորագրված, որ հնարավորություն չի տալիս, որ այդ երկրներից, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ասենք նույն Ֆրանսիայից, որը մեզ տարատեսակ զենքեր է վաճառում, բայց հակաօդային պաշտպանության ռեալ սարքավորումներ, որոնք արդիական են, վիճահարույց խնդիր է մեզ վաճառելը, որովհետև համատեղը նշանակում է, որ ինչ մենք ունենք հակաօդայինում, դա նույնն է, որ ունի նաև Ռուսաստանը։ Հետևաբար իրենք չեն կարող իրենց տեխնոլոգիաները տալ մեզ, ու էս է պատճառը, որ ժամկետներ ենք նշել, որ պիտի դուրս գալ, որպեսզի նման հակաօդային պաշտպանության միջոցներ ունենալ, որպեսզի այն ինչ որ մենք գնել ենք, իրենք չվերածվեն թիրախի բայրակտարների համար։ Մենք տեսանք, որ ռուսական S-300-ները, որոնք բավականին թանկ զենք են, բավականին լավ զենք են, հեռահար օդային թիրախներ խոցելու համար, բայց 3 օրում դարձան մետաղի ջարդոն, շատ ավելի էժան բայրակտարներով, եւ մենք չկարողացանք այդ հարձակումը, օդային հարձակումը չկարողացանք հակազդել ունեցած հակաօդային պաշտպանության միջոցներով, հետևաբար այս առումով աշխարհաքաղաքական գործոնը զսպող է, բայց նաև աշխարհաքաղաքական գործոնը պիտի ունենա իր հետ ռազմական սպառազինության ներկայություն, որը կոնկրետ պահին, այնպես ինչպես ընդունված է հողի վրա, կարողանա հակազդել դրան, եւ այս առումով այո, մենք համագործակցության խնդիրներ ունենք, թե ՆԱՏՕ-ի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, այս փուլում շատ ավելի շահեկան կլինի, որ մենք այդ համագործակցությունը իրապես խորացնելով լրիվ ռազմականի հասցնենք Ֆրանսիայի հետ, այն հանգամանքը, որ Ֆրանսիայի իշխանությունները բաց են Հայաստանի հետ համագործակցության առումով եւ առաջինն էին, որ Եվրոպայում սկսեցին մեզ զենք վաճառել, այս ոգևորողը այս հնարավորություն է տալիս, որ Եվրոմիության անդամակցության Հայտի, այդ Հայտին ընդառաջ քայլեր անելու դեպքում Եվրոմիության այլ երկրներ, եթե Հայաստանի զենք չվաճառեն, Ադրբեջանի զենք վաճառելը արդեն կդառնա խնդրահարույց, չէ՞։ Որովհետև մենք կարող ենք ասել, տեսեք, մենք հայտ ենք ներկայացնում, ուզում ենք ձեր չափանիշներին համապատասխանել, իսկ իրենք չեն էլ ներկայացրել։ Դուք մեր դեմ մեզ որպես ռազմական հակառակորդ տեսնող, հնարավոր հակառակորդ տեսնող պետությանը զենք եք վաճառում, որը կարող է մեր դեմ օգտագործել, այդ զսպող միջոց կլինի նույն Իտալիայի համար, որ Ադրբեջանին զինամթերք է վաճառում, ինչու՞ չէ, նաև նույն Իսրայելի համար եւ այլն։ Հրաշալի է, ես կարծում եմ ՆԱՏՕ-ի դեպքում մենք կարող ենք նաև ՆԱՏՕ-ի ռազմարվեստը մեր պրոֆեսիոնալ բանակին, որին վերաբերում է մեր հաջորդ կետը, ես հիմա դա էլ կկարդամ, մեր պրոֆեսիոնալ բանակում ուսումնասիրել ՆԱՏՕ-ի փորձը, ժամանակակից 6-րդ սերնդի պատերազմների վարման ՆԱՏՕ-ի փորձը։ Միանշանակ է, որովհետև այսօրվա սպառազինությունը պահանջում է գիտելիք ու կառավարում, իսկ նման կառավարման փորձ ու գիտելիք մենք կարող ենք ձեռք բերել Ռուսաստանից, որտեղ ասենք մենք կարող ենք ձեռք բերել ՆԱՏՕ-ից, որտեղ Ռուսաստանը իրանական շահիդներ է օգտագործում, իր սեփականը անգամ չունի եւ մեր հարևան Իրանը այդ ուղղությամբ ավելի առաջ է անցել, քան Ռուսաստան։ Շատ լավ, ես հիմա անցնեմ մեր ահինգի 4-րդ կետին։ Անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի կայացման 5 տարում ինտենսիվ տարբերակով, ամեն տարի կրճատելով զորակոչը կամ ծառայության ժամկետը 20%-ով, վերջնական արդյունքում հասնելով 90-օրյա ուսումնավարժական ծառայության, կրճատումը իրականացնել օդում եւ ցամաքում մարտական հերթապահության զինծառայողներին փոխարինող նոր տեխնոլոգիական սարքերի ներդրումով։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, որովհետև առաջիկա պատերազմներում կռվելու են ռոբոտները եւ այս առումով մենք կարող ենք առավելություն ունենալ, որովհետեւ մենք գիտության հետ սեր ունեցող մարդիկ ենք եւ մենք այդ առումով կառավարման առումով լավ ցուցանիշներ կարող ենք դրսևորել եւ դրա հիմքերը պիտի հիմիկվանից դրվի։ Տեսեք,
մեր առաջարկը իրատեսական է այնքանով, որ մենք նույնիսկ չենք ասում բանակի բյուջեն դրա համար ավելացնել է պետք, այլ եղած բյուջեի շրջանակներում փորձում ենք քայլ առ քայլ 5 տարվա մեջ հասնել։ Եվրոպայի չափանիշներով դա համարվում է ինտենսիվ, նման տարբերակի, եթե չեմ սխալվում, Լեհաստանն է գնացել ինտենսիվ պրոֆեսիոնալ բանակի անցնելու process-ի, գործընթացի եւ այս առումով մեկ զինվորը Հայաստանի Հանրապետությունում 2 տարի ծառայելու ընթացքում ծախսում է մոտարապես $30,000 համարժեք դրամ։ Իսկ զինվորին փոխարինող ռոբոտը, դրոնը, որ թրթուրների վրա է, որը մինչև 30 կմ/ժ արագություն է հավաքում, իսկ զինվորը նման արագություն չի կարող հավաքել, որը անցնում է ցանկացած անանցանելի տեղերով, որը շուռ գալու դեպքում ինքն իրեն ուղղում է, որը ունի գիշերային տեսողության սարքավորումներ, որը կրակում է ոչ միայն ավտոմատ ինքնաձիգից, այլ նաև մնացած այլ զինտեսակներից, որը կրակում է շատ ավելի լավ, քան ցանկացած դիպուկ կրակող զինվոր, որը կարող է առանց փոխվելու հերթապահել 4 օր դիրքերում, զինվորի փոխարեն 4 օր կանգնում է դիրքերում, ավելին, եթե մենք դիրքերում ունենք հնարավորություն էլեկտրականության, որտեղ ինքը կարող է ինքնուրույն գնալ կանգնել ու լիցքավորվել մի օրվա մեջ, հետո նորից 4 օր գար կանգնել, ապա այս դեպքում նման սարքավորումները Հայաստանում արդեն իսկ արտադրում են, ես անձամբ տեսել եմ այդ սարքավորումները, տեսել եմ իրենց գործունեությունը կոնկրետ վայրում, համոզված եմ դրանց էֆեկտիվության վրա եւ դրանց ճստիկ կոչվածը, որը ամենափոքրն է եւ որը ամենաժիրն է իմ կարծիքով ու ամենալավը, Ինչպես բոլոր ճստիկները, եւ ամենալավը $30,000 կարգի է, այսինքն մի ճստիկը փոխարինում է 4 զինվորի գիշերային հերթափոխով անգամ 4 օր 16 զինվորի, մինչև 20 ճստիկի կարող է ղեկավարել մի ղեկավար, որը Երևանում է նստած կամ Էջմիածնում է նստած, ոչ մի տարբերություն, այսինքն ինքը հեռավար կառավարման է, իրենք չեն զոհվում, եթե զոհվեն էլ ջանդամը, իրենք տեխնիկա են եւ այս առումով իրենք կարող են փոխարինել զինվորին։ Մենք նաև կարող ենք սահմաններին տեղադրել սահմանապահների մասով սահմանը վերահսկող տեսախցիկներ եւ ունենալ մոբիլ խմբեր, որոնք փոքր մեքենաներով ուղղակի խախտումը տեսնելով շատ արագ կհասնեն խախտման վայր, այդ տարբերակը օգտագործում են աշխարհի բազմաթիվ երկրներ, Միացյալ Նահանգներում է նաև մաքսանենգության դեմ է այդ մեխանիզմը օգտագործվում, ՆԱՏՕ-ն դրա բավականին լավ փորձ ունի, որը մենք կարող ենք վերցնելու սովորել, նաև կա օդային պաշտպանության կամ այսպես ասենք օդից վերահսկման միջոց, որը նույն դրոններն են, որոնք հետախուզական են, որոնք բարձրանում են ենթադրենք Արմաշ գյուղում 3 կիլոմետրի վրա եւ արդեն ոչ միայն սադարակավանն են տեսնում, այլ կողքի ամբողջ տարածքները ու ցանկացած տեղաշարժ ֆիքսում են, այսինքն այս ամեն ինչը հնարավորություն է տալիս, որ նման սարքավորումներ ներդնելով մենք առաջի տարին այ բանակից 20% զինվոր չզորակոչենք եւ դրա փոխարեն արդեն զինվորի փոխարեն դիրքերում կանգնեն ճստիկները, օդերում կանգնեն այդ փոքր դրոնները, որոնք շատ էժան են, իմիջայլոց, դրանք 1000-ից մինչև $5,000 կարգի այդ կարգի դրոններ կան, որոնց ակումբում ես եղել եմ, որտեղ զարմացել եմ, թե ինչ արդյունքների են հասել մերոնք Ուկրաինայից տեսակի օրինակը բերելով ու այստեղ կատարելագործելով, ասեմ, որ հայ մանուկները ովքեր այդ ակումբում էին, որոնք վարում էին, որոնք սովորում էին այդ անօդաչու թռչող սարքերը վարել, դրանք հասել էին այն մակարդակի, որ պրոֆեսիոնալ վարողները կնախանձեն, ասենք, խոսք գնում է 9-10 տարեկան երեխաներ, այսինքն մեր ազգի մեջ այդ
այսպես ասած համակարգչային խաղերի արագ որոշումներ կայացնելու, անանցանելի տեղերով անցնելու այդ հնարավորությունը ճկունությունը մեր ազգին տրված է ի վերուս տրված է Աստծով եւ ես այն կարծիքին եմ, որ մենք առաջնային պիտի առաջիկայում դպրոցներում երկրորդ երրորդ դասանից դնենք դասընթացներ, որ իրենք սովորեն անօթաչու թռչող սարքեր եւ ռոբոտներ վարելու, իսկ բարձր դպրոցում արդեն երբ որ աշակերտները 10-րդ դասարան եւ ավել են գնում, այնտեղ նաեւ նախագծման որոշակի դասընթացներ անցկացնենք, սովորեցնենք, որտեղ ես տեսա, որ այդ դպրոցում շատ հետաքրքրված էին նախագծման, դրանց ավելի հզորացման, դրանց ճկունությունը ավելի մեծացնելու խնդիրներով։ Սա հնարավորություն է, որ կարող է հայկական բանակը 5 տարում կրճատել, ամեն տարի 20% դրոնով փոխարինը շատ բարձր վճարվող մասնագետների նստեցնել, բնականաբար կան տեղեր, որտեղ էլի զինվորները պետք են, բնականաբար այ մասնագետները պիտի կանչվեն երրորդյա հավաքների համապատասխան իրավիճակներում եւ այդ հավաքներում իրենք պիտի կարողանան, ասենք 90 օրում գոնե ծանոթանան երրորդյա հավաքներում կարողանան, ասենք, տիրապետել սահմանային եւ այլ ռազմական գործին եւ այս դեպքում մենք կարող ենք, ասենք, ունենալ իսկապես պրոֆեսիոնալ բանակ, ամենայն դեպս անցում, սա շատ իրատեսական է, ասեմ ավելին, որ իշխանություններն էլ տարբերակ են առաջարկել այդ ուղղությամբ, ու իրենց քայլերն ես եթե նայում եմ այդ համատեքստում է, որ իրենք ծառայությունը կրճատեցին կես տարով, այսինքն կարելի է ոչ թե ամեն տարի 20% կրճատել զինվորների զորակոչի թիվը, ինչը որոշակի կոռուպցիոն ռիսկեր կարող է բերել, թե սկզբից ում ես կրճատում, ինչու ես թիմին, ոչ այն թիմին, ինչու սպորտսմեններին, ոչ երաժիշտներին, այլ այն տարբերակը, ինչը առաջարկեցին իշխանությունները, ասենք կես տարի կրճատելով, ասենք 4 տարվա մեջ կես տարի կրճատելով հասնել մինչև 5-րդ տարում 90 օրյա ծառայության ժամկետի, սա էլ մոտեցման տարբերակ է, որը կարող է մեր ասած խնդիրը լուծել այս ճանապարհով։ Ժամանակակից աշխարհում կիբերանվտանգությունը չափազանց կարևոր դեր է ձեռք բերում, եթե ոչ առանցքային։ Ես կարծում եմ, որ մեր A5-ի 5-րդ կետը հենց լավագույնս կիբերանվտանգության մարտահրավերներին համապատասխանող կետ է։ Բանակին կից ձևավորել կիբերանվտանգության ծառայություն, որը կապահովի ինչպես բանակի, այնպես էլ անվտանգային բոլոր կառույցների կապի, էներգամատակարարման եւ համակարգչային սերվերների անվտանգությունը։ Դե ֆակտո սա նշանակում է անվտանգ պահել բանակի հրամկազմը, բանակի որոշիչ, ինչ ասեմ, ուղեղային հատվածը։ Ոչ միայն ուղեղային հատվածը, ինքը գերկարևորություն է, որովհետև կիբերհարձակումներով երկրներին ուղղակի կանգնեցնում են լուծարման առաջ, առավել եւս եթե այդ կախվածությունը շատ մեծ է եւ նման կառույցներ պիտի ունենա եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն եւ ազգային անվտանգությունը պիտի ապահովի պետական սերվերների եւ կառավարության կապը իրար մեջ, որը գերկարևոր է եւ այսօրվա պատերազմի Իրանում ցույց է տալիս, որ իրենք հիմնականում կապի միջոցներից են կտրված եւ աջ ձեռքը չգիտի իրար չեն կարողանում որոշումները կայացնել, իրար փոխանցել ու թիմային խաղ չկա, ու այս գերկարևոր է, այսինքն մենք պիտի մեր իշխանությունների սերվերները, ովքեր որոշումներ են կայացնում, վարչապետ, պաշտպանության նախարար, ազգային անվտանգություն եւ արտաքին գործերի նախարարություն ամբողջությամբ ապահովենք կիբերհարձակումներից։ Պաշտպանության նախարարության պարագայում սա արդեն գերկարևոր է դառնում, եթե դու անցնում ես պրոֆեսիոնալ բանակի, որովհետեւ քո սահմաններին դրված տեսախցիկները աշխատում են էլեկտրոէներգիայով եւ կիբերհարձակման պարագայում կարող են ուղղակի անջատել այդ սնուցումը էլեկտրոէներգիայի եւ դու սահմանին այլևս ոչինչ չես տեսնում։ Իսկ 1 ժամը բավարար է, որ այդ 1 ժամվա ընթացքում եթե դու ոչինչ չես տեսնում ու դու կենտրոնում նստած մարդը չի տեսնում թե իր ճստիկը ինչ է տեսնում դիմացի եկողին, նա գա ու այդ ճստիկը իրենով անի։ Այսինքն սրանք խնդիրներ են
Նաև նույնը օդային պաշտպանության առումով է, սրանք խնդիրներ են, որոնք կրկնակի եռակի ապահովման խնդիր պիտի ունենան, որոնք նաև պիտի լրացուցիչ էներգամատակարարման աղբյուրներ ապահովեն նման պարագայում անմիջապես միացնելու ոչ պակաս քան 10-15 րոպե ժամանակի մեջ վերականգնելու հոսանքի մատակարարումը, ել չեմ ասում, որ ռազմական այն հրամանները ու կոդերը, որոնք որ փոխանցվում են, ուղղակի կարող են մտնել այդ սերվերների մեջ եւ հակառակ հրամանները տան եւ ստացվի, որ քո կիբերզինվորը կռվում է քո դեմ։ Հետևաբար, եթե դու անցնում ես տեխնոլոգիական բանակին, սա գերկարևոր է, բայց սա անհրաժեշտ է, ուզում ենք մենք, թե չենք ուզում, աշխարհը գնալու է այդ ուղղությամբ եւ գերկարևոր է, որ մենք հետ չընկնենք։ Գերկարևոր է, որ այս ուղղությամբ գոնե բանակի այս ուղղությամբ, այս պատերազմի ծանր պարտությունը տեսնելով մենք այս խնդրում հետ չընկնենք, որովհետեւ հիմիկվա պատերազմները ոչ թե խիզախության վրա են, այլ ստապության ու կոնկրետ աշխատանքն անելու։ Ռոբոտը, դրոնը ինքը վախիզգացողություն չունի, ինքը ներքին տրամաբանություն ու ներաշխարհ չունի, հետևաբար ինքը չի վախենում, հետևաբար խիզախությունը իր համար չափանիշ չէ, հետևաբար դիմացի զինվորը խիզախություն է ցուցաբերում, թե ոչ, այդ իր համար զրոյական արժեք է։ Իրենը ճշգրտությունն է, վարագությունը։ Այստեղ նաև արագությունն է, այստեղ նաև դիպուկությունն է, այստեղ նաև մշակած սխեմաներով համագործակցած աշխատելն է, սխեմաներով, այսինքն այնպես ինչպես ասենք լուրջ քաղաքներում ավտոբուսներն են աշխատում իրար միացրած ցանցով ու ճիշտ ժամանակին, այնպես էլ ամբողջ սահմանում պիտի աշխատի քո կիբեր ռոբոտները, որոնք ավտոբուսներ են, որոնք էներգամատակարարում են անում, սահման են վերահսկում, որոնք տեղաշարժը տեսնում են ու ֆիքսում են համապատասխան շտաբներին, որտեղ էլ որոշում է կայացվում գործողությունների համար։ Շատ լավ։ Մենք իհարկե արձանագրել ենք, որ անվտանգությունը միայն բանակը չէ։ Անվտանգությունը նաև արտաքին քաղաքականությունն է, անվտանգության հիմքում տնտեսությունն է, ժողովրդագրությունը եւ բոլոր մյուս հասկացությունները, բայց թերևս այդ մասին մենք կխոսենք ահինգի մյուս կետերով։ Միանշանակ այո։ Այսօրվա համար այսքանը, հաջորդը արտադրություն եւ աշխատատեղերն են լինելու, բայց ես ուզում եմ օգտվել առիթից եւ այնուամենայնիվ ձեզ միայն ահինգով բաց չթողնել ու տալ քաղաքական հարցեր։ Ձեր գնահատականով քաղաքական դաշտում ընդհանրապես ինչ է կատարվում, արդյոք չափից դուրս բազմազան չեն հանդես եկող ուժերը եւ արդյոք այս ընթացքով մենք ընտրողին չենք օգնեցնելու։ Գիտեք, քաղաքական դաշտում բառ տրենդային մոդա, որ այնպես ինչպես մոդա դարձավ, որ պիտի նեղ տաբատներ հագնել, հիմա մոդա է լայն տաբատներ հագնելու, քաղաքական դաշտում էլ հիմի մոդա է, որ դու ավտոբուս ունենաս, վրան նկար կպցրած լինես ու գնաս հանրության հետ շփվելու, ու ով գնում է ու շփվում է, ինքը ակտիվ է, ով չի գնում ու չի շփվում, ինքը пассив է։ Գիտեք, դու կարող եք ավտոբուսով ամբողջ աշխարհով մեկ շփվել, բայց քվե չունենալ, որովհետև ցանկացած կանգնած տեղում էլ ձեզ մոտեցողներ կլինեն, ձեր հետ զրուցողներ կլինեն, ձեզ կբարևեն, բայց դա փաշ չի, որ իրենք ձեզ կքվեարկեն։ Այստեղ գերկարևոր է ասելիքը, այդ ամեն ինչը ցուցադրական բովանդակություն ունի։ Իշխանությունը այ որ գնում է այդ հանդիպումներին, ավտոբուսով ինքը ուզում է ցույց տալ, որ ինքը ժողովրդի մաս է, ուրախ ավտոբուս է, որ ինքը ընկճվելու որևէ խնդիր չունի, ինքը ազատ շփվում է ժողովրդի հետ։ Ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանը ինքը խնդիր ունի ժողովրդի հետ շփվելու, ասում են այդո փողոց դուրս գա խոսի, տեսնենք ինչ է անելու, այսինքն այս թևի թերթերն էլ են գնում, ինքն էլ գնում է ցույց տալու, որ ես փողոց դուրս գալու առումով խնդիր չունեմ ու կարող եմ փողոց դուրս գալ ժողովրդի հետ շփվել։ Մեր ձևով ուղղակի ուզում է ցույց տալ, որ ինքը ավտոբուսներ ունի, շատ ավտոբուսներ ունի ու դրա
համար։ Ես նման խնդիր չունեմ փողոց դուրս գալու, իմ փողոց դուրս գալու չգալու մասին ոչ մեկ չի մտածում, ու որևէ մեկն էլ չի մտածում, որ ես փողոց դուրս գալու ինչ որ հերոսություն եմ անում եւ այլն, հետեւաբար այս համատեքստում այդ ակտիվությունը փողոց դուրս գալու, բարևելու մերը չէ, իմը չէ, եւ ես մտածում եմ, որ այս փուլում հիմնական այն աշխատանքը, որը պիտի անենք մենք, դա հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտրական տեղամասում ունենանք մարդ, ակտիվ մարդ, որը իր հետ գոնե 10 մարդու կբերի ինտրա տեղամաս։ Եթե այս խնդիրը մենք լուծում ենք, մնացած լրացուցիչ քվեն էլ քաղաքական առումով մենք գումարում ենք դրա վրա ու մենք մեր խնդիրները կհամարենք լուծված։ Այսինքն իմ կարծիքով ու այս վերջին ընտրությունները 2021 թվականից հետո տեղի ունեցած այն ընտրությունները, որտեղ անհաջողություն ունեցանք տեղական ինքնակառավարման եւ այլը, ապացուցեցին հետեւյալ բանը, որ գաղափարական առումով մեզ ավելացնելու բան չկա։ Ինձ ձեզ ավելացնելու բան չկա։ Մի քիչ ավելի ճկուն, մի քիչ ավելի քիչ ճկուն, մյուսներն էլ են ասում, բայց մենք էլ այդ դաշտում այնպես չի, որ բաց տեղ ենք թողնում։ Մեր բաց տեղը տեղում աշխատող մարդն է, տեղում քվեարկող մարդն է։ Միայն գաղափարի վրա այո կան մարդիկ 4-5-10% լավագույն դեպքում, որ միայն գաղափարի վրա այն էլ ինչքան շատ պիտի աշխատես, որ այդ մարդը վստահ լինի, որ գա ընտրա տեղամաս։ Բայց եթե դու այն մարդկանց, ովքեր տեղում գաղափարը կիսում են, իրենց արժևորում ես, իրենց բերում ես քո դաշտ, քո ցուցակ, ու այդ մարդիկ սկսում են արդեն լծված աշխատել, դու տեղերում ունենում ես մարդիկ, ովքեր տարածք են ծածկում եւ այդ տարածք ծածկելով խնդիրներ են լուծում։ Դրա լավագույն օրինակը Վաղարշապատի ընտրություններում Մայր Հայաստան կուսակցությանն էր, որ երկու գյուղապետ էր ճարել, որոնց նույնիսկ Վաղարշապատ համայնքում շատ-շատերը անունները չեն հիշի, բայց այդ երկու գյուղապետը իրանց տեղում աշխատանքով ապահովեցին նրանց 4% անցնել։ Այսինքն այդտեղ քաղաքական խոսք ընդհանրապես չկար, քաղաքական մարդ ընդհանրապես չկար, քաղաքական ծրագիր ընդհանրապես չկար, քաղաքական քարոզարշավ ընդհանրապես չկար, բայց իրենք ավելին հավաքեցին։ Սա չի նշանակում, որ քաղաքական խոսքը երկրորդական է։ Մեր պարագայում քաղաքական խոսքը առաջնայինն է եւ այդ քաղաքական խոսքը վերաբերվում է արևմուտքին։ Եվ այդ առումով է, որ ես ու դուք բաց տեղ չունենք եւ որովե բաց բան չկա արևմուտքի մասով, որ մենք պակաս ենք ասում, մյուսի ավելանալը կավելացնի, բայց նման գյուղապետերի ներկայությունը մեր հետ լինելու, տեղերում աշխատելու, ու մենք թողել ենք դուրս ու վերցրել ենք այն մարդկանց, ովքեր քաղաքական առումով իրենք էլ են ասում արևմուտք, իրեն չի արդարացրել, ուղղակի չի արդարացրել։ Տեսեք, մենք բարբերաբար խոսում ենք հիբրիդային հարձակումներից, բայց հենց հիբրիդային հարձակումների կենտրոնում գտնվելով չենք կարողանում իրար կողքի բերել բազում գումարելիները, որոնք մեր աչքի առաջ են ու հասկանալ, որ որևէ նշանակություն չունի, որ ասենք հիմա այդ խորհրդարանական ընդդիմության, մասամբ արտախորհրդարանական ընդդիմության բոլորը բղավում են ինքնիշխանության կարևորությունից, բոլորը բղավում են անվտանգության կարողությունից, բոլորը դարձել են խաղաղության ջատագով, բայց եթե հավաքում ես իրենց ասածները, եթե հավաքում ես իրենց ծրագիրը մի փազլի մեջ, ստացվում է, որ ինքնիշխանություն իրենց պետք չի, անվտանգությունը իրենք ընդհանրապես չեն համարում որևէ սպառնալիք, դա խաղաղություն ընդհանրապես պետք չի, որովհետև իրենց պետք է միայն մեկ հասկացություն կամ չգիտեմ միայն մեկ պատկերացում երաշխավոր, հովանավոր եւ այդ երաշխավոր, հովանավոր եւ այլ ունի մեկ հասցե Ռուսաստան, որ հետ կապում են թե տնտեսությունը, թե անվտանգությունը, թե պատերազմ կանխելը, այն պարագայում, երբ Ռուսաստանը համենայն դեպս բոլորիս աչքի առաջ վերջին 5 եւ ավելի տարիներին, եթե հաշվենք 2016 թվականից սկսած ավելի արդեն 10 տարի, բոլորին ապացուցում է, որ ինքը երաշխավոր է ոչ պատերազմի եւ խաղաղության եւ հավերժական պատերազմի, որ ինքը երաշխավոր է տնտեսության ընդհանրապես զրոյական զարգացման, մենք տնտեսություն զարգացնելու իրավունք չունենք, առավել եւս Արցախի մասին արդեն չեմ ասում, ինչ ոնց երբ Ռուսաստանը ինչ կապ ուներ այդ ամեն ինչի հետ։ Այսքանից հետո ոնց են այդ մարդիկ կարողանում այսպես շրջել իրականությունը
իրենց բուն գաղափարները փորձել շրջել ամենայն դեպս ու ներկայանալ իբրև ինքնիշխանության ջատագով, անվտանգության երաշխավոր, չգիտեմ, խաղաղության կողմնակից, երբ իրենց բոլոր ծրագրերի հիմքում դրված այդ ամեն ինչի վերացումը եւ Հայաստանի Հանրապետության գուբեռնացումը։ Երկու Կներեք, հարցը շատ երկար ստացվեց, կարծես ելույթ լիներ։ Երկու տարբերակ է, առաջի տարբերակ իրենք իսկապես դրան հավատում են, այդ տխուր է, ցավակցում եմ այդ մարդկանց, որովհետև նույն Ռուսաստան արդեն 5-րդ տարին է Ուկրաինայի, չգիտեմ, 8 թե 2 Բայց Ռուսաստանն արդեն դրան չի հավատում։ Ինչ որ քաղաք կար, որ այս վերջի շրջանում անդադ գրավում են, հետո հետ են գրավում 4-րդ անգամն է Վլադիմիր Պուտինը հայտարարում Ազատագրում է այդ քաղաքը։ Այո, ազատագրում է այդ քաղաք, հետո պարզվում է, որ ուկրաինացիները այդ քաղաքից Զելենսկին ուղիղ եթեր է մտնում, այսինքն մեկը լինի Ռուսաստանի անվտանգությունն ապահովի, Ռուսաստանն արդեն Ռուսաստանի գործարարներին հավաքում է, ասում է SVO-ի համար պիտի գումար մուծեք, Ռուսաստանում փակ են համացանց ասացի բոլոր ատրիբուտներ ու իրանք արդեն պարտադրում են Ռուսաստանում բիզնեսն է հիմա շատ վատ վիճակում, որովհետև փակ ինտերնետի պարագայում մարմիշին ձեռնարկությունները սկսած տաքսիստներից վերջացրած տարբեր ծառայություններ ընդհանրապես չեն կարող։ Դե դա բառապացույցն է ու ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանը, ով բացի Ռուսաստանի քաղաքացի լինելուց նաև Կիպրոսի քաղաքացի է, չէ՞։ Ինչ է գնացել Կիպրոս։ Երաշխավոր է որոնել։ Որովհետև բիզնեսը ինքը լիբերալ կանոններ է սիրում։ Կիպրոսը ամենալիբերալ կանոններն է, օֆշոր է, նույնիսկ կարող է չգրացեն, թե այդ փողերը քեզ որտեղից, որտեղ բիզնեսը մրցակցություն է սիրում։ Բիզնեսի մարդը չի կարող ռուսամետ լինել։ Եթե ինքը իշխանության հովանավորության ներքո որոշակի քվոտաներով ժողովրդի ասած գրդոն չի արել, ինքը չի կարող Ռուսաստանի կողմնակից լինել։ Իսկ Ռուսաստանն էլ հասել է այն կետին, որ այլևս այդ գրդոնը հնարավոր չի, ինքը կանչում է, ասում է բերեք հետ տվեք։ Հետևաբար այդ մարդիկ վաղը մյուս օրը դառնալու են արևմտամետ ու ինձանից ձեզանից ավելի շատ արևմտամետ։ Հավատացեք, մենք ով ենք որ։ Մենք այսօր նաև իրենց համար ենք դաշտ նախապատրաստում։ Ինչ վերաբերվում է քարոզչությանը, ես ասել եմ ու նորից պիտի կրկնեմ։ Մենք պիտի ներկայացնենք մեր քարոզչությունը ոչ թե իրանց։ Օրինակ մի բառով եթե բնորոշեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչությունը, մի բառով դա խաղաղությունն է։ Մի բառով եթե բնորոշեմ ուժեղ Հայաստանի քաղաքականությունը, դա ուժեղն է։ Ռոբերտ Քոչյանին չբնորոշեմ, ինձ կներեք, որտեվ կարծում եմ, որ ինքը 8%-ը չի ախտահարելու ամել։ Ես անցնեմ մերուն։ Իսկ ո՞րն է, որ ո՞րն է հանրապետության կուսակցության մի բառով բնորոշումը։ Այդ 80 միլիարդն է։ Մի կասեք 80 միլիարդը ինչ։ 80 միլիարդը ինչ։ 80 միլիարդ բյուջե ունենալը, որովհետև միայն 80 միլիարդ բյուջեի պարագայում է Հայաստանը, եթե 80 միլիարդ բյուջե ունի, այդ ժամանակ է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանին ասել, արեք անցնեք սահմանազատման եւ այդ սահմանազատումը կլինի արդար։ Միայն այդ ժամանակ է, որ կարող է Ադրբեջանի հետ խոսել անկլավներից։ Միայն այդ ժամանակ է, որ խաղաղությունը կլինի իրական, եւ միայն այդ ժամանակ է, որ Հայաստանը կլինի ուժեղ։ Հիմա մեզ կասեն այդ պոպուլիզմը, ես ասում եմ, որ 10 տարում դրան հասնելը միանշանակ հնարավոր է։ Այդ կարելի հաշվարկներով հիմնավորել։ Ու ինչպես է հիմնավորելը հնարավոր։ Հնարավոր է արտաքին քաղաքական ներդրումներով, որտեղից։ Միանշանակ է, որ այդ ներդրումները չեն կարող լինել Ռուսաստանից։ Ինչքան էլ Սամվել Կարապետյանը կամ ռուսական թևի մարդիկ ասեն, որ իրենք ներդրումներ 300,000 աշխատատեղ, իրենք չունեն այդ ռեսուրսը, չունեն այդ պոտենցիալը։ Պլյուս այդ աշխատատեղները լինելու են այն աշխատատեղերը, որում աշխատում են հնդիկները։ Առավել եւս տեղում աշխատող հնդիկներն արդեն աշխատատեղ ունեն։ Իրենք աշխատատեղ են ուզում պատրաստել դեռ Հնդկաստանում եղած հնդիկների համար, որ նրանք գան։ Հայ մարդուն բարձր վճարվող աշխատատեղ է պետք։ Հետևաբար մենք որտեղ ենք այդ տեսնում։ Առաջին, կիսաղորդիչների ոլորտը, ինչը որ ստորագրվել է։ Արհեստական բանականության ոլորտը, Nvidia-ն, որը մտնում է, Արարատյան դաշտավայրի տեղեկատվական կենտրոնը։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության բնական ռեսուրսները։ Մենք ունենք բղինձ, մոլիբդեն, ոսկի եւ բազմամետաղներ։ Մենք մեր ունեցած ռեսուրսը
որպես խտանյութ, որպես հումք ենք վաճառում։ Մենք հումք վաճառող երկիր ենք։ Ես արդեն 20 տարի է խոսում եմ, որ Հայաստանում պետք է նախ աշխատեն 42 հանքավայրից 42-ն էլ, ոչ թե 4-ը 5-ը, եւ մենք մեր ունեցած խտանյութը պիտի վերածենք պղինձը, պիտի վերածենք պղնձի խողովակի, պղնձի կաբելի, արևային էներգիա հավաքող վահանակի, էլ չեմ խոսում էլեկտրոնիկայի մասով, որը էլի Հայաստանում լրիվ հնարավոր է։ Հայաստանն ինչ ունի ջրային ռեսուրսներ, մենք 7.2 միլիարդ խորանարդ մետր ջուր ունենք, մենք 10 տարում կարող ենք 14 ջրամբար կառուցել։ Հնարավոր է 10 տարում 14 ջրամբար կառուցել։ Այո, ներդրում անողներ կլինեն, իհարկե կլինեն։ Ինչու, որովհետև Հայաստանը ինքը սպառելու է այդ 7.2 միլիարդ ջրի ընդամենը 2.5 միլիարդը, 3 միլիարդը, լավ։ Եթե մենք 5 միլիարդը կարողանանք կուտակել, քիչ կորցնենք, այն մնացած 2 միլիարդը նույնիսկ ոռոգման ջուր վաճառենք, արդեն ջրամբար դնողը չհաշված, որ ինքը նաև հեկեր կդնի, չնասված, որ գյուղատնտեսական տնտեսություններ կստեղծի, չհաշված, որ որոշակի առումով ջուրը կվաճառի գյուղացուն ու դրանից օգուտ կստանա, ինքը այդ ծախսը կանի ես։ Վստահեցնում եմ ձեզ, որ այդ ներդրումները կլինեն։ Երրորդ, բազալտաթելերի արտադրությունը։ Այս ոլորտը, որը եթե դու բազալտաթելից անցնում ես բազալտի մանվածքի, որը կիրառվում է նավաշինության մեջ, որը կիրառվում է մեքենաշինության մեջ, որը կիրառվում է ռազմական արդյունաբերության մեջ, որը մինչև 10 տարվա շուկա ունի, ինքը միանշանակ կարող է Հայաստանում ոտքի կանգնել ու տարածաշրջանում առաջատար ջուր դառնալ։ Առավել եւս, որ մենք նման գործարան ունեցել ենք, ես այցելել եմ այդ գործարան, ես տեսել եմ այդ վառարանները, ես տեսնում եմ, թե ինչքան գումար է այդտեղ դնել պետք, որ այդ արդիականացնել, կա այդ հնարավորություն, իհարկե կա։ Երրորդ, մենք կարող ենք Հայաստանի ունեցած հենց Երևանում ունեցած աղի ռեսուրսների վրա ստանալ նատրիումիոնային մարտկոցներ, ակումուլյատորներ, էլեկտրոմոբիլների համար ակումուլյատորներ, դրանով հետաքրքրված է գերմանական Volkswagen-ը, դրանով հետաքրքրված է ֆրանսիական Renault-ն, դրանով հետաքրքրված է չինական Castel ընկերությունը, որը արդեն այս տարի նատրիումիոնով կուտակիչներով մեքենաներ է վաճառում։ Դրանք անհամեմատ ավելի էժան են, քան լիթիումայինը, 70 ճիշտ արտադրության դեպքում 70% էժան են, ամբողջ աշխարհը անցնելու է դրան, եւ եթե Հայաստանը այդ ուղղությունը վերցնում է իր վրա, այս տարածաշրջանում, մենք դառնում ենք ադրբեջանական նավթին ալտերնատիվ։ Այս ուղղություն է, որով հետաքրքրվածները կան, այս ուղղությամբ աշխատանք տարվում է ու այս ուղղությամբ գործընթացները գնում են։ Հայաստան կարող է գալ Ամազոնը, որը կբացի Հայաստանի բիզնեսի համար դռները ամբողջ աշխարհում, ու հայ մարդը տանը նստած Չինաստանից կառնի կվաճառի Կանադա, որը գումար կդառնա, որը Հայաստանի բյուջե կգնա։ Ու ես կարող եմ անընդհատ թվարկել, մի կասեք, այդ թվարկածի հետ դուք ինչ կապ ունեք։ Գիտեք, այդ որ մեզ արևմտամետ են ասում, այդ այնպես չի, որ մենք Իրանն եկի արևմտամետ ենք դարձել։ Ինչքան մենք արևմտամետ ենք, այնքան էլ այն շրջանակներ արևմուտքի, որ մեր հետ շփվում են, հայամետ են։ Իմիջիայլով սկսած դիվանագիտական շրջանակներից Հայաստանի մասին տեղեկություններ, Հայաստանի ունեցած տնտեսական պոտենցիալի հնարավորությունների մասին որոշակի իմացություն, այդ ուժերը ստացել են նաև մեզանից։ Իրենք հարցրել են, պատասխանել ենք, չեն հարցրել ինքներս էլ առաջարկել, չեն հարցրել ինքներս ենք նամակներով գրել, երբեմն խնդրել ենք դիվանագիտական կենտրոններին, որ իրենք ավիացիայի եւ այլնի առումով միջնորդեն, որ մենք հանդիպումներ ունենանք, եւ իրենք միջնորդել են։ Այսինքն Արևմուտք Հայաստան համագործակցության համատեքստը այդ նոր տեխնոլոգիաների այդ հնարավորությունը կարող է բերել այստեղ։ Ընդհանրապես մեծ պատերազմները ինչքան որ ծանր բեռ են ու կորուստներ, նաև հնարավորություն են շատ առաջ թրիշկային տնտեսական զարգացում ունենալու։ Գերմանիան եւ Ճապոնիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրա վառ օրինակներն են։ Մենք պիտի օգտվենք այդ օրինակներից, թե չպիտի օգտվենք։ Մենք պիտի ամբիցիոզ ծրագրեր մեր առաջ դնենք, որ ուժեղ լինենք, որ իրապես իրականում ուժեղ լինենք, որ իրականում խաղաղությունը մեր համար դառնա անխախտելի։ Այո, պիտի դնենք։ Ու նման ամբիցիոզ ծրագիր մենք դնում ենք։ Եվ ինչ է իմ ուզածը մեր քաղաքացիներից, որ մեր այդ հնարավորությունները նամակներ գրելու, այդ ընկերությունների հետ աշխատելու, դիվանագիտական կենտրոններում կոնկրետ բաներ ասելու,
լեգիտիմացրեք ինչպես կվետալով։ Եթե մենք ներկայացված ենք ազգային ժողովում, այն խնդիրները, ինչը հիմա գործող իշխանությունը բալանսավորմամբ լուծում է 20-25 տարում կամ 30 տարում կլուծի թե չէ, Մենք դրա ժամանակը չունենք, երկիրը մենք դրա դրա ժամանակը ժամանակը չունենք չունի։ եւ մենք կդլուծենք 10 տարում։ 10 տարում հանգիստ կարելի է Հայաստանի Հանրապետության բյուջեն տասնապատկել։ Ես վստահաբար եմ ասում, կան հաշվարկներ, դրանք հիմնավորված կան, առաջի 5 տարում Հայաստանի բյուջեն կհասնի 30 միլիարդի, որտեղ նախնական փուլի գումարները դրվում են, դեռ չեն աշխատում, բայց 10 տարում ինքը 80 եւ 100 միլիարդի կարող է հասնել, եթե մենք ճիշտ հետևություններ անենք։ Հետևաբար այ ուժեղի եւ խաղաղության կողքին մենք ենք 80 միլիարդը։ Ես կարծում եմ, որ 2040-ը պատահաբար չի ընտրված մեր ծրագրի, չասեմ որերորդ կետում։ Շնորհակալ եմ, բայց ես առանց բլիցի դες հրաժեշտ չեմ տա։ Դուք կարծում եք ընտրությունը ընդհանրապես Աստվածաշնչից եկող ավանդույթ է։ Միանշանակ այո։ Մարդը Աստծո ստեղծած մյուս կենդանիներից, որը 5 շաբթի եւ ուրբաթ օրերը ստեղծեց, տարբերվում են նրանով, որ մարդուն ընտրության հնարավորություն տվեց մտածելու, որոշումներ կայացնելու ունակություն։ Այո, ընտրություն ունենալը Աստծո տված հնարավորություն է, հակառակ դեպքում Աստված մեր փոխարեն ամեն ինչ կորոշեր, Ադամն էլ խնձորը չէր ուտի եւ այսպես մարդիկ ապրեին։ Ինչ կհասնեիք, եթե հանդիպեիք Միքելանջելոյին։ Գիտեք, նախ գլուխ կխոնարեի, կասեի, որ հիացած եմ Վատիկանի գմբեթով։ Ես ինժեներությունը հասկանում եմ, այդ իմ մասնագիտությունն է, ճարտարապետությունը, ես հիացած եմ այդ գմբեթով։ Բոլորը խոսում են Դավիթից, Դավիթի Պիետայից, որը կատարյալ է Պիետայից, որը իմ կարծիքով շատ ավելի շատ մարդ է քրիստոնեության բերել, քան ցանկացած հոգևորական կամ պապ, բայց իմ համար Միքելանջելոյի հանճարը դա Վատիկանի գմբեթն է, Սուրբ Պողոս տաճարի գմբեթ։ Պետրոս։ Դες համար ձեր գնահատականով ավելի ճիշտ քաղաքականությունը գետ է, թե այնուամենայնիվ ծով։ Քաղաքականությունը Հայաստանի պարագայում լեռնային գետը շատ արագավազ ու հունը արագ փոխող։ Աշխարհագրությունը նույնպես քաղաքականություն է։ Միանշանակ աշխարհագրությունը քաղաքականության հիմնական կետերից է եւ Հորմոսի նեղուցը այդ այսօր ապացուցում է։ Փաստորեն Հորմուզի նեղուցը ապացուցում է, որ Նապոլեոն ճիշտ է։ Միանշանակ։ Ասեմ նաեւ մակեդոնացին։ Ժամանակը դες համար ինչ է։ Ժամանակը ընթացք է, որում Աստված իրականություն է ձևավորում, մենք դրան գնահատականներ ենք տալիս։ Եթե մենք այդ ժամանակը գնահատում ձախողում, ձախողման մեջ էլ մնում ենք։ Եթե մենք այդ ժամանակը գնահատում ենք հնարավորություն, հնարավորությունները բացվում մեր առաջ։ Ինչ գիրք կա, որ միշտ կարդում եք եւ երբեք չեք դադարի կարդալ։ Ջոնաթան Լիվինգտոն Ջայը, Ռիչարդ Բախի շատ եմ սիրում։ Ձեր հարցը ինձ։ Ինչքան պիտի ես ձեզ հարցեր տամ կուսակցության ներսում եւ կուսակցությունից դուրս։ Ես կարծում եմ, որ այդ ավանդույթը մենք դրել ենք դեռ 20-րդ դարում։ Այո։ Եվ շարունակելու ենք ամբողջ 21-րդ դարում այնքան, մինչև 21-րդ դարը դառնա մերը։ Ես կասեմ ականջը կաչի Այդին Մորիկյանի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի ունկնդիրներ, դուք այսօր հնարավորություն ունեիք հենման կետում ծանոթանալ Հանրապետություն կուսակցության A5 ծրագրի անվտանգության հատվածին, բայց ես կարծում եմ, որ հետագա հաղորդումներում ամբողջ A5-ին ծանոթանալու հնարավորությունը դուք պետք է այնուամենայնիվ շատ հետևեք այդ հնարավորությանը եւ օգտագործեք այդ հնարավորությունը, որովհետեւ Հանրապետություն կուսակցությունը Պարոն Սարգսյանը թույլ չի տա, որ ես որևէ չափազանցության կամ չգիտեմ մեծամտության թե ինչի գնամ,
Համենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը այն կուսակցությունն է, որ ձեր հենման կետն է, որովհետև մենք իսկապես ոչ միայն կառուցելու ու պաշտպանելու կողմնակից ենք, մենք սիրում ենք մեր երկիրը։ Բարին ընձեզ։